Սա իսկական հեքիաթ է։ Հեքիաթը դու ես։ Հայաստանի կինոյի հիմնադրամի լաբորատորիաներից մեկում ենք։ 2025-ից այստեղ սկսել են թվայնացնել հայկական կինոգանձարանի 8 մմ-անոց ժապավենները։ 25 թվականը մեր համար անցումային շրջան էր, այսպես պոակից դեպի հիմնադրամ անցումային շրջաններ եւ կար վախ, անկեղծ ասած, ինձ մոտ հավանեն դեպս կար վախ, արդյոք մենք կհասցնենք ժապավենների թվայնացման ծրագիրը եւ կինոժառանգության ուրեմն պահպանման գործում ինչ գործընթացներ կունենանք եւ արդյոք կհաջողենք 25 թվականը։ Հաջողեցին ու մի քանի ամսում հանրային ռադիոյի հետ ստեղծեցին թվայնացման լաբորատորիա, աշխատակցին վերապատրաստման ուղարկեցին ու 5 տասնյակից ավելի ձայներիզներ արդեն թվայնացված ի պահ տվեցին հիմնադրամի թվային արխիվում։ Շատ կարևոր աշխատանք է դա։ Եվ ես որոշեցի գնալ այդ առաջարկին համաձայնվեցի, գնացի վերապատրաստումը տևեց մոտ 6 ամիս, շատ հետաքրքիր էր, ինձ համար լրիվ ամբողջովին նոր ասպարեզ է, ժապավենը, բայց շատ սիրեցի, շատ հետաքրքիր էր, ու արդեն մեկ տարուց ավել աշխատում եմ ժապավենի հետ։ Պանուչյանի խոսքով թվայնացման գործընթացը երբեմն դանդաղում է, քանի որ արխիվում հանդիպում են ձայներիզներ, որոնք թվագրված չեն, հայտնի չէ նաև ում ձայնն է ժապավենի վրա։ Այս ոլորտի պեղումներն են։ Ճանաչում ենք ձայները, տեսնում ենք թե ինչի մասին է խոսում, փորձում ենք հասկանալ թե որ ֆիլմի հետ կարող է կապ ունենալ, որ միջոցառման հետ կարող է կապ ունենալ եւ փորձում ենք այս տրամաբանության մեջ իրականացնել կատալոգիզացիա, բայց այն թղթային արխիվը, որը մենք ունենք, դրանով առաջնորդվելը այլևս ակտուալ չի դառնում, որովհետև ժապավենը որտեղ որ դրված պետք է լիներ եւ որտեղից պետք էր վերցվեր ցանկության դեպքում այլևս խախտված է եւ այդ կատալոգները այլևս մեծ մասամբ պիտանի չեն։ Մոտ 1 տարում թվայնացվել է արդեն 16 գեղարվեստական ֆիլմ։ Բանուչյանի խոսքով նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի երկար պահպանել հայկական կինոժառանգությունն ու մեծանուն արվեստագետների ձայները Հայաստանի կինոյի հիմնադրամի ոսկե ֆոնդում։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։